Հունվարի 9-ին ժամը 16:00-ի դրությամբ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Մարտունի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամայիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն, իսկ Բաղրամյանի տարածաշրջանում դիտվում է ձնախառն անձրև։ Այս մասին տեղեկացնում են ճանապարհային դեպարտամենտից։ Ավելի վաղ հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից հայտնել են, որ արևադարձային տաքօդային հոսանքների ներթափանցման պայմանավորված վերջին 2 օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-ից 20 աստիճանով, իսկ առանձին հատվածներում նույնիսկ 25-ից 30 աստիճանով։ Այսպես, հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ Շիրակում դիտվել է -21-ից -37, այսօր -2-ից -4 աստիճան ցուրտ։ Լոռիում համեմատաբար -22-ից -28 աստիճան ցուրտ, այսօր +4-ից +7 աստիճան տաքություն։ Տավուշում -10-ից -17 աստիճան ցուրտ, այսօր 4-ից 6 աստիճան տաքություն։ Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում -24-ից -28 աստիճան ցուրտ, այսօր 0-ից -4։ Գեղարքունիքում -14-ից -26 աստիճան ցուրտ, այսօր 2-ից 5 աստիճան տաքություն։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում -12-ից -15, այսօր -2-ից -3 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում -13-ից -18, այսօր -2-ից -4 աստիճան ցուրտ։ Վայոց ձորում -11-ից -16, այսօր 0-ից -2 աստիճան ցուրտ։ Սյունիքի նախալեռներում -10-ից -15 աստիճան ցուրտ, այսօր 8-ից 12 աստիճան տաքություն։ Սյունիքի Հովիտներում -2-ից -5 astիճան ցուրտ, այսօր 4-ից 7 աստիճան տաքություն։ Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3-ի գիշերը գրանցվել է -16-ից -18, այսօր -2-ից -4 աստիճան ցուրտ։ Հունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին Հայաստանը գտնվելու է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Լեռնային առանձին մարզերում քամու գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։